Արարատի մարզի Դալար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում հունվարի 25-ին պատարագիչը Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանն էր։ Այս օրերին լարված իրավիճակ է Մասյացոտնի թեմում, սոցցանցերում նյութեր են տեղադրվում թեմի քահանաների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին։ Հակառակ դրան թեմի հոգևորականների դասը անվերապահ հավատարմություն է հայտնել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կարգին եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի առաքելությանը։ Ռուբեն Վարդապետն իր քարոզը սկսեց Փոթորկահույս ծովում առաքյալներին գոտեպնդող Հիսուսի խոսքով. Ես եմ, մի վախեցեք։ Ես եմ, մի վախեցեք, ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոս, խոսքը ուղղելով նավաբեկության մահվան վտանգի մեջ գտնվող իր աշակերտներին, որոնք գտնվում էին նավակի մեջ։ Ու այս խոսքը նաև ուղղված է մեզ, որովհետև մեր նավակը նույնպես ալեկոծվում է։ Մեր եկեղեցու նավը եւ հատկապես Մասյացոտն թեմի նավակը։ Մենք էլ կանգնած ենք ալեկոծության առաջ։ Մթություն է, մութ է, որտեղ չար ուժերը աշխատում են, եւ միևնույն ժամանակ հակընդդեմ քամի է, հողմ է, որը գործում է մեր դեմ, հալածանքների, սպառնալիքների եւ այլ կարգով։ Չարը իր երախը բացել է մեզ վրա։ Դառնում ենք դեպի արևմուտք, որպեսզի դեմ դիմաց մերժենք իրեն։ Համարձակ ենք կանգնում, բայց երբ այդ պատրանքները, այդ հալածանքները, այդ հարձակումները, գործակիցները արդեն իրական մեր կյանքում են հայտնվում, մենք վախենում ենք։ Եվ այստեղ է, որ Հիսուս նաև մեզ է ասում. մի վախեցեք, ես եմ։ Զգում ենք իր ներկայությունը, եթե զգում ենք, չենք վախենում։ Եթե վախենում ենք, ուրեմն չենք զգում։ Սրանք փոխադարձ կապվածություն ունեն։ Հարգանք, բաժնեկցություն, սուրբ հաղորդություն է մեր կյանքում իրական դարձնելու այս ճանապարհով ենք ուզում ապրել։ Չարին էլ չարով չենք պատասխանելու։ Եվ սա պիտի անենք, որպես մղում, նաև առաքելություն այն մարդկանց համար, ովքեր պետք է դարձի գան, ովքեր գտնվում են չարի ճիրանների մեջ, եւ մենք ուզում ենք մեր այս սիրո, հավատի եւ հաշտության օրակարգով բոլորին մեկնել մեր ձեռքը ասելով, որ պետք է հաշտվենք, պետք է միավորվենք, պետք է մեր եկեղեցու ներսում վերացնենք պարագայում։ Եվ սրա համար խնդրում եմ, որ աղոթեք մեզ համար, մեր Սուրբ եկեղեցու համար, մեր Մասյացոտնի թեմի համար, ձեր համայնքների եկեղեցական, այսինքն ծուխերի համար եւ մեր ժողովրդի համար։ Այս օրերին տարբեր անձիկ, այդ թվում պետական համակարգի աշխատակիցներ հանդիպումներ են ունենում թեմի քահանաների հետ։ Առաջարկում են միանալ հակաեկեղեցական շարժմանը, չհամաձայնելու դեպքում անգամ սպառնալիքներ են հնչեցնում։ Հայ Ռուբենը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մասյացոտնի թեմ է եկել խաղաղության, հաշտության օրակարգով։ Եկեղեցական համայնքները, որը կոչվում է ծուխ, ուզում եմ սա հավելյալ բացատրեմ բոլորի համար, որ չկարծեն, երբ որ մենք եկեղեցական համայնք ենք ասում, դա նույնացնում ենք տվյալ համայնքի հետ, լավ, որտեղ երբեմն խրտնում են այդ եկեղեցական համայնքը, դա ծուխն է, այսինքն տվյալ եկեղեցու հավատացյալների համախմբումը, որը կարող է լինել նաև մի քանի գյուղից բաղկացած։ Հետևաբար ես կարծում եմ, որ մեր եկեղեցական համայնքները իրենց քահանաների կողքը կանգնած են եւ աջակից են։ Եկեղեցու անելիքը մեր հոգեվորականները պինդ կանգնում են եւ բոլորս կազմում ենք միաբանություն։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1890 թվականին։ Հոգևոր հովիվը Տեր Ղևոնդ քահանա Ղևոնդյանն է։ Սրբավայրը իր շուրջ է համախմբում նաև երիտասարդների, որոնք մեկտեղվում են ոչ միայն սրբազան արարողությունների ժամանակ, այլև հոգևոր զրույցների, զանազան միջոցառումների։ Եվ միշտ փորձում եկեղեցու կողքին լինել, ու հիմա էլ մենք
երիտասարդաց միությամբ հենց նաև թեմի երիտասարդներով փորձում ենք եկեղեցու կողքին լինել եւ ամեն կերպ աջակցել։ Մասյացոտնի թեմի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավորներից եմ։ Արդեն մոտ 8 տարի խոնարհաբար ծառայում եմ Մայր եկեղեցուս։ Այս տարվա ճեմարանական դիմորդներից եմ։ Մայրաթորի շուրջ եւ Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբված զավակներից մեկն եմ։ Հավատարիմ մեր Մայր եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին։ Աղոթքներով, հոգևոր ապրումներով լի սրբազան արարողության ավարտին ներկաները հաղորդություն ճաշակեցին։ Աննա Թամրազյան, Վրամ Խանամիրյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։